Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, իմ գործընկեր Դավիթ Ստեփանյանը փոխանցեց էստաֆետը ինձ եւ ես այս պահին Վրաստանից միացել եմ ձեզ ու տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մենք այստեղից կմիանանք նաև Ֆրանսիա, որտեղ այս պահին ինչ մենք զրուցում ենք, այս պահին Ֆրանսիայում տեղի ունենում չափազանց կարևոր մի իրադարձություն Ֆրանսիայի ազգային հերոս ցեղասպանությունից փրկված եւ Ֆրանսիայի ազատության համար զոհված հայ ազգի բանաստեղծ Միսակ Մանուշյանի եւ նրա կնոջ Մելի Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվում են Պանթեոնում նշեմ, որ Մանուշյանները դիմադրության մարտիկներ էին եւ մասնակցել էին Փարիզի ազատագրմանը իդեպ նրանք առաջին օտարականներն են, որոնք արժանացան նման պատվի Միսակ Մանուշյանը կամփոփվի Ֆրանսիայի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի եւ Պիեր Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման եւ այլ օրը պատահական չէ ընտրված փետրվարի 21-ը հենց Միսակ Մանուշյանի մահապատժի 80-ամյա տարելիցն է այսօրը Թեմայի շուրջ օնլայն տեսակապով կզրուցենք Ֆրանսիա, Դիժոն, կզրուցենք Էմանուել Մակրոնի վերածնունդ կուսակցության անդամ Մարիա Քալաշյանի հետ։ Բարև ձեզ Մարիա։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք, հրավեր գտաք։ Խոսենք այս կարևոր իրադարձությունից, նաև հայտնի դարձավ, որ Դիժոն քաղաքի փողոցներից մեկը կկրի Միսակ եւ Մելինե Մանուշյանի անունները, ըստ ձեզ ինչ խորհուրդ է կրում այս վերահուղարկավորումը հատկապես Եվրոպայի եւ Ֆրանսիայի միգրացիոն ճգնաժամի ֆոնին, մենք տեսնում ենք, որ ցավոք այսօր վաճառական ծայրահեղական ուժերն են գլուխ բարձրացրել ոչ միայն ամբողջ Եվրոպայում, այլ նաև Ֆրանսիայում այդ միգրացիոն ճգնաժամի ֆոնին, ինչ խորհուրդ է սա կրում, ինչ ուղերձ է կրում։ Իրականում այսօր առավոտյան ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Դիժոն քաղաքում տեղի ունեցող այդ միջոցառմանը, որը նվիրված էր Մանուշյաններին, Մելինե եւ Միսակ Մանուշյաններին, որը կազմակերպվել էր Դիժոն քաղաքի քաղաքապետ Ֆրանսուଆ Ռեպսամենի եւ մի շարք դպրոցականների կողմից, որոնք կենսագրական ֆիլմ էին պատրաստել Մանուշյանների մասին, եւ սա մեզ տրվեց, երբ մենք ներս մտանք, ինձ համար մեծ պատիվ էր այնտեղ գտնվել, Մանուշյանների աճյունների վերահուղարկավորումը ոչ միայն Դիժոնում, այլև ողջ Ֆրանսիայում ֆրանսիացիների համար եւ կարծում եմ նաեւ հայերիս համար շատ խորհրդանշական է, քանի որ Մանուշյանները օտարականներ էին, հայեր էին, որոնք փրկվելով հայոց ցեղասպանությունից ընկան հանուն Ֆրանսիայի խաղաղության եւ ազատության, սրանք շատ կարևոր էլեմենտներ են, որոնք ոչ թե կարող են օգտագործվել ծայրահեղ աչականների դեմ, այլ կարելի է ասել, որ սրանք այն կարևոր արգումենտներն են, որոնք կարող են առաջ քաշվել, երբ ծայրահեղ աչականները փորձում են ֆրանսիացիներին հեռացնել Ֆրանսիայի արժեքներից։ Սա կարծում եմ նաև իր խորհուրդն ունի հայերի եւ Հայաստանի համար, ինչու, քանի որ Մանուշյանները դիմադրության մարտիկներ էին եւ իրենց պայքարը խորհրդանշում է այսօրվա իրականությունը, հայի պայքարն ու դիմադրությունը, մենք գիտենք, որ Հայաստանն այսօր կանգնած է մեծ անվտանգային խնդիրների առաջ եւ Մանուշյանների վերահուղարկավորումը կարելի է ասել ընդգծում է ամբողջովին այսօրվա հայի, Հայաստանի հայ ժողովրդի պատկերը նաև։
Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը եւս Ֆրանսիայում է եւ ներկայ է գտնվում Աջունի ամփոփման արարողությանը եւ հաղորդագրության մեջ հայտնի դարձավ, որ հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան Ֆրանսիայի պաշտոնյաների սենատի նախագահի հետ, վարչապետի հետ, քաղաքապետ Ան Իդալգոյի հետ, ըստ ձեզ որքանով այս այցի ընթացքում կշոշափվեն նաև քաղաքական, անվտանգային հարցեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է եղել։ Կարծեմ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մինչ պանթեոնիզացումը խոսակցություն ունեցավ Էմանուել Մակրոնի հետ, որը հեռուստացույցով եւս ցույց տվեցին։ Նիկոլ Փաշինյանը կարծեմ նշել է, որ կան որոշ հարցեր, որոնք կցանկանար քննարկել Էմանուել Մակրոնի հետ, իսկ Էմանուել Մակրոնն իր հերթին վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին։ Մենք Ֆրանսիայի նախագահը նաև վերահաստատել է ռազմական օգնությունը Հայաստանին։ Սրանք կարևոր էլեմենտներ են, որոնք այսօր նախքան իրենց հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենան, եւս մեկ անգամ հիշեցվել եւ նշվել են։ Այս շատ կարևոր թեմային անդրադարձակ Ֆրանսիան իր ֆինանսական, հումանիտար, շանխոս, դիվանագիտական աջակցությունից զատ նաև շատ կարևոր, ես կասեի, աննախադեպ մի բան արեց Հայաստանի համար։ Ֆրանսիան կոտրեց այն ռազմական տաբուն, ռազմական պայմանագիր կնքելով Հայաստանի հետ, որտեղ առաջին անգամ պատմության մեջ Եվրամիության անդամ երկիրը եւ ՀԱՊԿ անդամ երկիրը ռազմական համագործակցության պայմանագիր կնքեցին։ Մինչ այդ ինչ էին ասում էին, որ գիտեք, դուք ՀԱՊԿ անդամ եք, արևմտյան երկրները չեն կարող ձեզ զենք մատակարարել, որտեղ վստահություն չկա, որ 5 րոպե հետո այդ զենքը չի հայտնվի Ռուսաստանում, իսկ հետո չի հայտնվի նաև ուկրաինական ճակատում։ Բայց Ֆրանսիան կոտրեց այդ տաբուն։ Ըստ ձեզ, որքան խոր կարող է գնալ նաև ռազմական համագործակցությունը եւ ինչ նախադեպ սա կարող է լինել այլ երկրների համար, ու որ երկրները կարող են միանալ այս ռազմական համագործակցության հետագա հեռանկարին։ Տեսեք, ամեն ինչ միայն Ֆրանսիայից կախված չէ, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը կզարգացնի այս ժամանակահատվածում իր դիվանագիտությունը, այսինքն կխորացնի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որը բաց աչքերով նայեց Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին, թե կփորձի ավելի մտերմանալ արևմտյան կողմի հետ, ելնելով նաև իր պետական շահերից։ Սրանք կախված են նաև Հայաստանի Հանրապետությունից, իսկ ինչ վերաբերվում է մնացած երկրների ռազմական աջակցությանը, տեսեք, Ֆրանսիան որպես Եվրամիության գլխավոր եւ ամենահզոր երկրներից մեկը արեց առաջին քայլը եւ Եվրամիության տարածաշրջանում եվրոպական պետական կառույցներում Ֆրանսիայի падգամավորները Եվրախորհրդարանում օրինակ մեծ աշխատանք են տանում, որպեսզի Եվրամիության մնացած անդամ պետությունները եւս վարակվեն, կարելի է ասել, այս նախաձեռնությամբ եւ օգնեն Հայաստանին։ Բայց ամեն ինչ միայն Հայաստանից կախված չէ, միայն Ֆրանսիայից կախված չէ, կախված է նաև Հայաստանի մոտեցումից, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը կզարգացնի իր հարաբերությունները մնացած եվրոպական պետությունների հետ։ Բայց միևնույն ժամանակ նույն Ռուսաստանի քարոզչամեքենան, ինչպես նաև Հայաստանում ընդդիմադիր դաշտը, չնայած Ֆրանսիայի ընդունած սենատի բանաձևին, ասում են, որ հասկանալի է, որ Ֆրանսիայի կառավարությունը արմատական քայլերի չի դիմի, որ պետությունները որպես կանոն ավելի շատ առաջնորդվում են իրենց սեփական շահերով, պրագմատիկ շահերի մեջ է մտնում, այն որ արևմուտքի համար էլ, Ռուսաստանի համար էլ, հենց մեր տարածաշրջանում ցավոք ձեռնտու է համագործակցել նույն Ադրբեջանի հետ, որը, ինչպես գիտենք, նավթային կարևոր ռեսուրսներ ունի։ Ահա այսպիսի նարատիվ է շրջանառվում։ Սրանք ինձ համար առնվազն ծիծաղելի են լսել,
քանի որ եվրոպական պետությունների գերակշիռ մեծամասնությունը չի տառապում չունի կարելի ասել իր մեջ այն ռեժիմը, որը Ադրբեջանում է, այսինքն բռնապետությունը, Ֆրանսիան եւ եվրոպական գրեթե բոլոր պետությունները դեմ են ադրբեջանական ռեժիմին։ Ես չեմ կարծում, որ եվրոպական պետությունների համար ավելի շահավետ եւ հեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ես կարող եմ պարզապես խորհուրդ տալ իմ հայրենակիցներին, որոնք նման կերպ են մեկնաբանում, ուղղակի չթերագնահատել Հայաստանի Հանրապետության հնարավորությունները, այն թե ինչ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև տալ Եվրամիությանը։ Չէ՞ որ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը համարվում է ամենադեմոկրատ երկրներից մեկը։ Բայց միևնույն ժամանակ հակադարձում եմ, որ դա չի խանգարում նույն Արևմուտքին համագործակցել ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանի հետ, չնայած Հայաստանը դեմոկրատ է, Հայաստանը այսպես են հակադարձում նաև ու նշում, որ եթե այդպես էր, ապա շատ վաղուց հավաքական Արևմուտքը տարբեր պատժամիջոցներ կարող է կիրառել Ադրբեջանի հետ, որպեսզի վերադարձնի կոնստրուկտիվ բանակցային դաշտ։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է արևմտյան հարթակներից։ Բացառությամբ Մյունխենի անվտանգային համաժողովի։ Ինչպես նշում է Էմանուել Մակրոնը, ներեցեք, ինչպես նշում է Էմանուել Մակրոնը, սանկցիաները առհասարակ էֆեկտիվ չեն Ադրբեջանի պարագայում։ Շատ ավելի էֆեկտիվ է զինել Հայաստանին, լինել Հայաստանի կողքին, զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Ըստ ձեզ Մյունխենի անվտանգության համաժողովը ինչ ցույց տվեց, տպավորություն է, որ Արևմուտքը փորձում է Ֆրանսիային փոխարինել Գերմանիայով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նույն Ֆրանսիայի ներգրավվածությունը ու նշում է, որ Ֆրանսիան իր դիրքորոշման պատճառով չի կարողանա չար լինել ու այսպիսի կարծիք կա, որ այսպիսով փորձում է Արևմուտքը խաղի մեջ մտցնել Գերմանիային, որպեսզի չեզոքացնի այս Ադրբեջանի հակադարձությունները։ Սա իհարկե վատ տարբերակ չէ Եվրոպայի կողմից, սակայն Ֆրանսիան իր դիրքերը բնականաբար ամբողջովին չի զիջելու։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան իր դիրքորոշման մեջ անաչառ չէ։ Սա ինչ է նշանակում։ Երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին անվանելով այն Արևմտյան Ադրբեջան, ինչը անօրինական է եւ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար եւ նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմին եւ ցեղասպանությանը եւ Ֆրանսիան, որը մարդու իրավունքների պաշտպանության երկիրն է, համենայն դեպս այդպես է հայտնի աշխարհին, ինչ է կարծում Ադրբեջանը։ Ֆրանսիան պետք է լռի դրա դիմաց։ Իհարկե ոչ։ Շատերն են ասում, որ Ֆրանսիայի նախագահը, Ֆրանսիայի շատ քաղաքական գործիչներ հայամետ են։ Ես այս տերմինը չեմ սիրում, բացատրեմ ինչու, որովհետև այս տերմինը հիմնականում օգտագործում է հենց Ադրբեջանը։ Ֆրանսիայի կառավարությունը եւ ֆրանսիացիները առհասարակ ոչ թե հայամետ են, այլ հումանիստ են եւ փորձում են պարզապես պաշտպանելով հայերի իրավունքները պաշտպանել նաեւ փոքր ժողովուրդների, ազգերի ապրելու իրավունքը, ինչը մարդկային իրավունք է, կապ չունի հայամետության հետ։ Ինչ վերաբերվում է Գերմանիային խաղի մեջ մտցնելու ճակերտավոր մասին, սա իհարկե վատ տարբերակ չէ, սակայն որքանով կկարողանա Գերմանիան փոխարինել Ֆրանսիային, չգիտեմ։ Գուցե լինի համատեղ համագործակցություն, ոչ թե Գերմանիան փոխարինի Ֆրանսիային։
Հատկապես Էմանուել Մակրոնը մենք գիտենք թերևս Հայաստանին ամենից շատ աջակցած Ֆրանսիայի նախագահներից է, անգամ այսպիսի արտահայտություն կա Հայաստանում, ասում են Մակրոնը մեր կորած տղան է։ Կարծես մեր կորած տղան ունի, այսպիսի արտահայտություն կա շրջանառվում է։ Ու խոսվում էր այն մասին, որ Ֆրանսիան դուք եւս վերահաստատեցիք շարունակելու ավելի մեծածավալ աջակցություն 2024 թվականին, ըստ ձեզ այն ինչ կներառի։ Նախ 2024 թվականը մեծ տարի է, կարելի է ասել, հայ-ֆրանսիական բարեկամության համար, քանի որ Կաննում եղավ հայկական շաբաթ, Armenian Week։ Այս տարի Շառլ Ազնավուրի 100-ամյակն ենք տոնելու, Մանուշյանները վերահողարկավորվում են Պանթեոնում։ Սրանք դեռ ծրագրեր են, որոնք Ազնավուրի 100-ամյակը օրինակ, որը դեռ պետք է գա, պետք է իրականանա։ Ինչ վերաբերվում է մնացած ոլորտներին, հայ համայնքը մեծ ջանասիրաբար աշխատում է, որպեսզի ծրագրեր կյանքի կոչվեն տնտեսական, մշակութային տարբեր ուղղություններով, իսկ Ֆրանսիայի պետական մակարդակով իհարկե Ֆրանսիան շարունակելու է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը եւ դա կլինի համոզված եմ թե դիվանագիտական, թե ռազմական եւ թե մնացած ոլորտներում, ինչպես արել է միշտ։ Իսկ առաջիկա Եվրամիության ընտրություններում ըստ ձեզ ինչ տեղաշարժեր կարող են լինել կամ ինչ փոփոխություններ կարող են լինել առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվում նաև Հարավային Կովկասում, թեկուզ նույն այդ ծայրահեղականների, այչականների համատեքստում։ Քանի որ ես Էմանուել Մակրոնի վերածնունդ կուսակցության անդամ եմ, գուցե չկարողանամ նեյտրալ տեսանկյուն ունենալ այս հարցի վերաբերյալ։ Ես շատ հույս ունեմ, որ իմ կուսակցությունը կկարողանա հավաքել այնքան ձայներ, որպեսզի մենք կարողանանք ամրապնդել մեր դիրքերը Եվրոպայում, Եվրամիությունում եւ ինչու՞ չէ, ինչը վերաբերվում է Հայաստանին, օրինակ, չեմ խոսում մնացած ծրագրերից, որ կարողանանք նպատակին հասցնել մեր բոլոր ծրագրերը։ Եվ վերջում վերադառնանք նորից թեմային, ինչից սկսեցինք, ինչ ուղերձ էր աշխարհին կամ առհասարակ նաև նույն Ադրբեջանին, Միսակ եւ Մելինե Մանուշյանների աճյունների այդ վերահուղարկավորումը Պանթեոնում ու նման պատվին արժանանալ է։ Սա նշանակում էր մի պարզ բան, որ հայ ժողովուրդը յուրաքանչյուր հայ առանձին Միսակ Մանուշյանի եւ Մելինե Մանուշյանի պատկերն է։ Յուրաքանչյուր հայ դիմադրության մարտիկ է եւ յուրաքանչյուր հայ կարող է իր կյանքը տալ հանուն խաղաղության եւ հանուն ազատության։ Շնորհակալություն հարցազրույցի համար, որ ժամանակ գտաք, միացաք եւ մեկնաբանեցիք թեմայի շուրջ զրուցեցիք ու հետաքրքիր մանրամասներ ներկայացրիք։ Եվս մեկ անգամ շնորհակալ։ Նշեմ, որ on-line տեսակապով մենք միացել էինք Դիժոն, Ֆրանսիա եւ զրուցեցինք Էմանուել Մակրոնի վերածնունդ կուսակցության անդամ Մարիա Քալաշյանի հետ, իսկ թեման մեծ էր, բազմաշերտ եւ բազմազան, քանի որ այսօր Ֆրանսիայում ազգային հերոս ցեղասպանությունից փրկված եւ Ֆրանսիայի ազատության համար զոհված հայ ազգի բանաստեղծ Միսակ Մանուշյանի եւ նրա կնոջ Մելինե Մանուշյանի աճյունների վերահուղարկավորության հնարավորություններ Պանթեոնում, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հայկական պատվիրակությունը։ Այս թեմայի շուրջ, ինչպես արդեն նշեցի, զրուցեցինք Մարիա Քալաշյանի հետ։
Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել առաջին լրատվականի եթերում, չմոռանաք բաժանորդագրվել, հետևել մեր YouTube-յան ալիքներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում։ Գոհար Հայրապետյան, Թբիլիսի, առաջին լրատվական։